Սրտի տանիքներով Մուսա Production Այս սրտի տանիքներով ինձ համար առանձնահատուկ նշանակություն ունի, որովհետև այսօր իմ հերոսուհին մայրս է։ Եթե սա ասեին ինձ 1 տարի առաջ, դա ինձ ուղղակի խնդություն կթվար, բայց այսօր ես եկա դրան։ Մանկությանդ ամենա ջերմ, տաք, ինչու՞ չէ նաև գաղտնի հիշողությունը, երբ որ մենք սլանում ենք դեպի մանկություն։ Մայրս դե շատ գեղեցիկ կին էր, արտարոց գեղեցիկ, ինքը միայն շրթներ էր քսում ու դառնում էր գեղեցկուհի։ Մի օր հայրս եկավ, տեսավ մայրս պատշգամբից նայում է, եկավ ջղայնացած, սենց մտավ տուն, մամայի բոլոր շրթներկերը գցեց գետնին ու տրորեց։ Ես սկսեցի լացնելով այդ շրթներկերը հավաքել, որ մամայիս տամ ու գնաց։ Երեկոյան վերադարձավ մի բուռ շրթներկով։ Հետո մամայիս ասաց, որ գնում ենք Սևան։ Կարմիր շրթներկեր քսում։ Վարգույնի շրթներկեր էր քսում։ Գնացինք Սևան ու հիշում եմ, որ երևի աղթամանն էր։ Մի հատ ռեստորան կար այն ժամանակ, էլի տենց շատ չէին։ Այդ աղթամար ռեստորանում նստած էինք ու մայրս այդ ափի կողմն էր։ Այս ալիքները որ գալիս էին, ես անդադ մամայիս բռնում էի ու ասում էի հանկարծ ջուրը չընկնես։ Շատ էմոցիոնալ ես եղել, ինչպես ոնց է եկած։ Ու շատ խնդացել եմ մամայիս համար շատ էի սիրում իրեն։ Ընդհանրապես ծնողներիս, հարազատներիս միշտ կապված եմ եղել։ Մամ, ես գիտեմ, որ դերասանի մասնագիտությունը, համենայն դեպս դու մասնագիտությամբ ռեժիսոր ես, բայց շատ պատահական ես ընտրել։ Ես գիտեմ, բայց կուզեմ, որ պատմես այդ պատմությունը։ Ընդհանրապես շատ հետաքրքիր էր իմ մասնագիտության ընտրությունը, որտեղ այդպես ասեմ, որ չէի էլ ընտրել մասնագիտություն, ուղղակի գնացի ինստիտուտ, որ տամ մանկավարժականի մաթեմատիկայի բաժինը։ Մի հատ տղա մոտեցավ, ինձ օգնում էր, որ ես դիմումը գրեմ։ Հետո տեսա մի խումբ տղաներ, աղջիկներ, գիտարով նվագում են, երգում են, այնտեղ կյանքը լրիվ ուրիշ է։ Ասեցի ներեցեք, իրենք որտեղ են գալիս, ասեց ռեժիսորական։ Ասեց շատ բարդ բան է դա։ Ասի ես էլ եմ ռեժիսորական տալիս։ Այս տղան զարմացավ, խենթա ինչ ռեժիսորական, մաթեմատիկա էր ուզում, հիմա ռեժիսորական ու գրեցի ռեժիսուրայի բաժին։ Էկատուն մամաս ասեց Կարինե ջան, դու չես ընդունվի, գնա գործերդ վերցրու։ Դա երևի ճակատագիր էր։ Միս օրը ես գնացի, որ գործերս վերցնեմ, շատ հետաքրքիր անձնավորություն կար Արամյան, երբեք չեմ մոռանում իր ազգանունը, ասենց այս քեզ նման փխրուն գեղեցիկ աղջիկը ինչ գործ ունի մաթեմատիկա, դու իսկապես ճիշտ ես ընտրել քո մասնագիտությունը։ Մեկին գտի թող հետդ պարապեն։ Այդ մեկին գտնելը մեր շենքում, մեր դպրոցում Հասմիկ ունենք Մուսայելյան, որ ինքը սովորում էր կուրսերում, ակտորսկի կուրսերում կինոստուդիայի, գնացի իր մոտ, ասեց վայ Կարինե ջան, ես քեզ հետ կպարապեմ ու պարապեցին, քանի որ ես լավ էի երգում, երգչուհու էտյուդ։ Ու որ գնացի առաջի տուրը մտա, դե երգեցի մի հատ հունական, մի հատ ֆրանսերեն, շատ հավանեցին իրենք։ Ոնց է այդ տուրը, որ անցա ինձ թվաց ես շատ լավն եմ։ Բոլոր տուրերը անցնելու։ Հաջորդ տուրից ես կտրվեցի։ Հիմա ոնց եմ լաց լինում, չես պատկերացնի, ասում եմ, թե ինչի տվեցի տարիսկորապան, վերջը, անցավ։ Գնացի գործանում աշխատելու, որտեղ այն ժամանակ պիտի գործանում աշխատեի, որ ընդունվեիր։ Հետո անցնում եմ, մեկ էլ մեր հարևանուհին նորից Հասմիկ ասում է, Կարինե ջան, ասում է, մեր Հայֆիլմ կինոստուդիայում դերասանականում ընդունելություն է չես գա, ասի վայ հաշ ջան, ինձանից ինչ դերասանուհի, տարիս էլ կորցրեցի զուր տեղը։ Ասեց, բայց արի փորձի։ Գնացի, երգելուս համար ընդունեցին։ Հենց երգում էի դռները բացվում։ Ընդունվեցի, այդտեղ ես ծանոթացա Գրիզելդա Ամիրյանին, որին շատ սիրում եմ,
ու որը հաջորդ տարվա համար ինձ պատրաստեց արդեն ինստիտուտի համար։ Բայց ես հիշում եմ, որ դու դեռ ինստիտուտում չէիր, չէ՞, երբ որ Լոջանոյից դու Տաբրու Խոջեդնիևը ֆիլմի համար առաջարկ ստացար, որ անպայման մեկնես Մոսկվա ու մասնակցես այդ քաստինգին, ու շատ հավանական էր, որ դու կլինեիր այդ կերպարում։ Դա շատ հետաքրքիր էր, որովհետև մենք կուրսում էինք այդ կուրսերում, մեկ էլ եկան Մոսկվայից, ասեցին եկեն ռեժիսորներ են եկել եւ ընտրում են քաստինգի համար։ Այդ անցա ես։ Մեկ էլ մեզ բանը հերագիր եկա, որ հրավիրում են, ժամանակ սենց տեխնիկա չկար։ Ու գնացի Մոսկվա, անծայրածիր Մոսկվա, ու ես 17 տարեկան էի, գնացել եմ Մոսկվա իմ համար սենց, եկան ինձ դիմավորելու, նախ անհանգստանում էի, ինձ կճանաչեն, թե չեն ճանաչի։ Հետո հիշում եմ, որ իմ ճանապարհին ասի, պապ, բայց ինձ կճանաչեն, ասեց, հա, անպայման, քո նկարը այնտեղ կա։ Գնացի Մոսկվա, գնացի պրոբայի։ Այնտեղ տեսնեմ մի հատ տղա է նստած, ու ես իր հետ ռուսերեն եմ խոսում։ Հետո ինքը ասեց դուք հայ եք։ Ես նայ որ դուք հայ եք։ Ու ծանոթացանք, մենք միասին պետք է այդ մեր դերը միասին էր, կերպարները միասին էր։ Հետո առաջինը մի տեսակ հաճելի էր, չիտկայի նման բան էր, բան անցանք, երկրորդ օրը որ գնացինք, արդեն շատ ինտիմ տեսարաններ էին, ու ինձ հետաքրքիր էր, այս տղան էլ սիրահարվեց ինձ։ Որ սիրահարվել է, կամա այդ կտորները չէր ստացվում, որտեղ ծիծաղում էինք, կաշկանդվում էինք, ու այդպես ստացվեց, հետո ես եկա Երևան, ու այդ տարի ես ընդունվեցի ինստիտուտ, ես երբեք չեմ մոռանա, ու մի տեսակ նեղացա Լոջանոյից, որ ինչի ինձ չընդունեցիր, եկա հասա Մոսկվա բան, բայց ինչի ինձ չվերցրեցիր, հետո հիշում եմ հանդիպում էր Լոջանոյի հետ ֆիլմն էին բերել Տաբրու Խոջեդնիևը ֆիլմը, մեկ էլ իրան որտեղ ես հնարավորություն կար, որ լինեի, եթե պատրաստված լինեի, եթե հոգեբանորեն էլ ինձ պատրաստող լիներ։ Հետո հիշում եմ, ես ինձ նայում էի ու մտածում էի, ես Լոջանոն ինձ մոռացել է, մեկ էլ նենց ուզիչ էր քնարիկ, ինքը ծաղկեփունջ էին իրեն տվել, ինքը բեմից իջավ, այդ ծաղկեփունջը ինձ տվեց, ասեց Կարինի չկա, գեղեցիկին։ Ջաջելի։ Հա շատ, ինքը շատ համակրելի անձնավորություններ, ընդհանրապես իմ բախտը բերել է, որտեվ շփումս եղել է մեծությունների հետ, երկրորդ շփումը դա Հենրիկ Մալյանն էր ու իմ ինստիտուտ ընդունվելն էր։ Հիշում եմ, որ իմ ընդունելությունը ապշելու բան էր։ Գնացել եմ քննության պատրաստված, Գրիզելդա Ամիրյանը ինձ պատրաստել է, ամեն ինչ օքեյ է ինձ մոտ, ամեն ինչ շատ լավ է, մտնում եմ քննության, Մալյանը նայում է ինձ ու սիրտս ինձ արագ էր սենց։ Մեկ էլ ասեց դուք ուզում եք դերասանուհի դառնալ, թե ռեժիսոր, ասեցի դերասանուհի, մեկ էլ ասեց ինչ եք կարդացել։ Ասեցի դե ինչ որ բաներ, այն ինչ որ սովորաբար պիտի կարդայի, հետո ասեց դուք ազատ եք, դուք ընդունված եք։ Հիմա ինչ ընդունված, դուրս եմ եկել, հիմա բոլորը 4 մի կողմից ինձ ասում են ինչ հարցվեց, ասեցի ուզում եմ հարց հորինեմ, քնարիկ չեմ կարողանում հորինեմ, որ ասեմ ես ինչ հարց է։ Ու ուրախ զվարթ գնում եմ Գրիզելդա Ամիրյանից տուն, որ հաջորդ տուրին պատրաստվեմ։ Գրիզելդա Ամիրյանը քո բեմական խոսքի ուսուցչուհին, դասախոսներ։ Գնում եմ, մեկ էլ զանգ է գալիս։ Վերցնում եմ զանգը, ասում եմ բարև ձեզ, ասում եմ ում հետ եմ խոսում, ասում եմ Կարինեն է, ասում եմ Կարինե ներկայացիր, ասում եմ դե ես այսօր քննություն եմ տվել, Գրիզելդա Ամիրյանի ուսանողուհին եմ, ասում եմ որտեղ ես քննություն տվել, ասում եմ ռեժիսորականում Հենրիկ Մալյանի կուրսը, մեկ էլ ասում եմ դե նկարագրի, կարող ես ինչպես էր, ես ծայրից ծայր նկարագրում եմ ինչպես մտա, սիրտս ոնց էր տագնապում, ինքը ինչ հարց տվեց ինձ, հետո որ դուրս եկա ինչպես էր, եւ նույնիսկ հասցրեցի, ասեցի Սկարտակինը կարող ես նկարագրել, ասի դե իհարկե ասեցի կապույտ աչքերով տենց թաղտոդման, ասեցի բայց քիթը մի քիչ ծռություն ուներ։ Քնարիկ մեկ է Գրիզելդան եկա վերցրեց հեռախոսը, ասեց վայ բարև ձեզ Հենրիկ Սուրենիչ։ Վայ մամա ջան ես ոնց եմ լաց լինում ու ասում եմ այ մարդ թե ինչի եկա այս Ամիրյանի տունը, ինչի վերցրեցի հեռախոսը, ինչի խոսեցի, մեկ էլ հիշում եմ որ Գերամիրյանը ասեց վերցրեցի հեռախոսը, մեկ էլ Գերմալյանը ասեց Կարինե, դու քո քննությունը այսօր տվեցիր, դու ընդունվել ես արդեն։
պարապի մյուս քննությունների համար։ Այդպես ես ընդունվեցի, ինքան հպարտ էի, ինքան լավ էի զգում Հենրիկ Մալյանը, կուրսը, ու որ այդ տարիները մենք կուրսով վայելել ենք Մալյանին, որտեղ ինքը ամեն օր դասի էր գալիս, ամեն օր ինձ երջանիկ մարդ եմ համարում, որ իր կուրսում եմ սովորել, որ մեր կուրսի հիման վրա մեր թատրոնն է ստեղծվել, որ իմ համար շատ թանկ է, մեր թատրոնը ոնց որ իմ երեխան լինի։ Ու իմ ամենալավ հիշողությունները իմ թատրոնի հետ են կապված։ Չեմ հիշում իմ ծնվելուց կամ Հրաչյոյի ծնվելուց հետո մի քիչ գիրացած էիր ու գնում ես թատրոն ու նեղանում ես իրանից, որովհետև ինքը ասում է Կարինե, մի տեսակ ծանր ես շարվում։ Հա, ինձ ասեց Կարինե, մի տեսակ ծանրացել ես, էնել բեմի վրա բոլորի մոտ, դա իմ համար մահ էր։ Այդ օրը մի կերպ խաղացի, մի սոր եկա մտա իր մոտ, ասի բարև ձեզ, ասեց բարև Կարինե ջան, ասեցի ես էլ ձեր թատրոնում չեմ աշխատում։ Մեկ էլ ասեց սա մեր թատրոնն է, բոլորիս թատրոնն է, քո թատրոնն է, մեկ էլ ասի ես չեմ ուզում աշխատեմ ու սկսեցի լաց լինել, մեկ էլ սենց արեց։ Դու ես թատրոնի ջիգարն ես, առանց ջիգարի թատրոն չի լինում։ Ու նենց հետաքրքիր էր քնարիք, որ ասեց ես սկսեցի լաց լինել ու իր այդ կապույտ աչքերը մի տեսակ նորից կարմրեցին, ինքն էլ հուզվեց, որտեղ այնքան էմոցիոնալ անձնավորություն էր։ Ու ձեր կուրսի վրա ստեղծվեց Հենրիկ Մալյանի թատրոնը, որը որ իմ ամենասիրելի թատրոններից է։ Ու իմ ամբողջ մանկությունը անցել է այդտեղ, ու այսօր Մալյան թատրոնը, եթե չեմ սխալվում, արդեն 45 տարեկան է։ Այո, 45 տարեկան է եւ այս տարի մեր Մալյանի 100-ամյակն է։ Ես օր չկա, որ իրեն չհիշեմ։ Հետաքրքիր մի բան, ես այն օրը մեր թատրոնի տղաներին նկարեցի, ասեցի եկեք նկարվենք։ Հետո գնացի տունը, նայեցի նկարը ու սկսեցի հեկեկալով լաց լինել։ Ինչի համար, որտեղ տեսա բոլորը սպիտակել են, մի տեսակ մեծացել են ու տխրեցի, որտեղ ես շատ դժվար եմ համակերպվում երևի ինչ-ինչ բաների համար։ Պապայի հետ ոնց հանդիպեցիք։ Շատ հետաքրքիր էր։ Առաջի կուրս նոր ենք ընդունվել, մենք բոլորս մեզ Երևակայում ենք, որտեղ Հենրիկ Մալյանի կուրսն ենք ընդունվել, մեկ էլ հիշում եմ, որ մեր կուրսի աղջիկներից մեկը Անահիտը եկավ, ասեց, գիտես կար, երկրորդ կուրսի տղաներից մեկը կա շատ տաղանդավոր է, բանը ուզում է հետը ծանոթանա, սենց արեցի դասամիջոցին ցույց կտաս, որ դուրս գա կծանոթանա։ Լսի, ես այդ շրջանում հիմա էլ իմանյա ունեմ, որ կոշիկները չպիտի կեղտոտ լինի։ Տեսա պապայիդ կոշիկները փոշոտ, սենց արեցի, էդ էր պակաս ես չեմ ծանոթանում։ Հետո հիշում եմ, որ ընկեր Մալյանը եկավ, ասեց երկրորդ կուրսի տղաներից մեկը կա, շատ շնորհալի, շատ տաղանդավոր տղա է, ուզում է, որ աղջիկներից, մեր աղջիկներից իր մոտ խաղան, շուն ու կատուն է բեմադրում, ու ես ու Սիլվան պիտի խաղայինք։ Իհարկե չխաղացինք, հետո որ գնացինք, բան մի երկու անգամ փորձերին գնացինք, այդպես ավարտվեց։ Համարը չէինք էլ բարևում իրար։ Հետո մի անգամ ինքը հրավիրել էր իրենց տուն, մենք կուրսով գնացինք իրենց տուն, ես էի Սիլվան Գրիգորը մեր կուրսի մի քանի հոգով տենց, ու ինքը կարդաց իր պատմվածքը, իսկ ես միշտ կարող եմ խոնարհվել տաղանդի առջև։ Պատմվածքը, որ լսեցի քնարիք, ինքը մի տեսակ լրիվ կերպարանափոխվեց, լրիվ ուրիշ մարդ տեսա։ Հետո մի քանի օր անցավ, արդեն ես ուզում եմ իրեն բարևեմ, կինոյի տանն էինք, դիտում էր, տեսա ինքը շատ հմայիչ կնոջ հետ քայլում է։ Մի սուր ասեցի, «Ստյոպ, ով էր այդ կինը, որ քայլում էիր», եկել ասեց մայրս էր։ Լսի, ինքը լրիվ ուրիշ կերպար դառավ ինձ համար։ Գիտես, երբ որ տեսնում ես մորը, այդ տղային, արդեն լրիվ ուրիշ աշխարհ է։ Շատ
տպավորված իրենց տնից դուրս եկանք, հետո իրենց վերելակը չէր աշխատում, մեկ էլ ասի, վայ, այս ձեր վերելակը չի աշխատում, մեկ էլ ասեց, ես քեզ իջացնեմ հիմա, ու ինձ գրկեց ու իջացրեց։ Ու թարք։ Հա, ու սիրահարվեցի։ Հա, սիրահարվեցի։ Հետո ծնվեցին քեզ ու Հրաչան։ Հետո ամուսնացանք, հետո 10 տարի շատ երջանիկ ապրեցի, հետո ծնվեցիր դու, որը շատ սպասված էիր, պապա շատ երջանիկ էր, հետո Հրաչան։ Հետո ես շատ ծանր էի տանում մեր բաժանությունը, երբ որ բաժանվում էինք, դա ինձ համար մահվան պես բան էր։ Չէ, ոչ մի կերպ չէի կարողանում համակերպվել, որ դու էլ երևի կհիշես, որ ամբողջ գիշերները ես քայլում էի, ուղղակի քայլում էի։ Ու ոչ տարիներ էր, դա մի տարի չէր, 2 տարի չէր։ Ու ինձ թվում էր, որ ես Աստծո կողմից մոռացված եմ։ Ես հիշում եմ, որ առավոտը 6-ին վեր էի կանում, Նարեկացին աղոթքներ ուներ։ Այդ Նարեկացում մի աղոթքը կար, որ ինչպես ամուսնուդ վերադարձնես, որը պետք է դու կարդայր 34 անգամ կարծեմ։ Սկզբում բանը աշխարհաբարել կար ու կար գրափար ու կար կիսագրափար։ Ինձ թվում էր, որ ես գրափարով կարդամ։ Իմ ձայնը ավելի հասանելի կլինի։ Ու աղոթում էի, գիշեր ցերեկ աղոթում էի։ Ու հիշում եմ, մի օր իմ համար շատ ծանր օր էր, երբ որ իմացա, որ ինքը ամուսնանում է։ Ամբողջ գիշեր սենց քայլում էի տան մեջ, հետո որ հոգնեցի, սենց հենվեցի մահճակալին, մեկ աչքերս փակվեց, թե տեսիլք էր, չեմ կարող ասել։ Ես հիշում եմ, որ 2 շենքերի մեջ սենց ծնկաչոք ես աղերսում էի Աստծուն ու խնդրում էի, որ ինքը ինձ լսի։ Քնարիկը մեկ է տարօրինակ բան կատարվեց, սենց ամպերը բացվեցին։ Երկնագույն լազուրի մեջ ես տեսա դեմք, սպիտակ, այս ամպերը ոնց է, սենց փաթիլ։ Ու դեմք, որ ես տեսա, ոնց որ ես հասկացա, որ Աստված իմ ձայնը լսում է։ Հետաքրքիր էր, նստեցի ու ես ինքս ինձ ասացի, Աստված իմ ձայնը լսում է, բայց որոշումը այդպիսին է։ Ու այդ օրվանից քնարիկ փոխվեց ամեն ինչ։ Ես էլի պարզատխրում էի, բայց արդեն գիտակցությունը եկավ։ Ես շնորհակալ եմ Աստծուն, որովհետև ինքը ինձ փրկեց։ Գիտես, մամ, երբ որ տեսնում էի, որ դու տենց Բայց ես ուզեցել եմ, որ միշտ ուրախ մաման լինեմ, քնարիկ։ Ճիշտ է, ես ասենք լաց էի լինում, հուզվում էի, բան, բայց հաջորդ պահին դու հիշի, որ մենք երաժշտությունը միացնում էինք, ես սկսում էի ձեզ հետ պարել, ես ամեն ինչ անում էի, որ դուք ուրախ լինեք։ Հետո տես ես ինչի չուզեցի, ես ուզում էի, որ դուք ձեր տատիկի հետ ապրեիք, որ դուք ձեր բակում ապրեիք, որ ոչ մի փոփոխություն ձեր կյանքում չլիներ, որտեվ ես չէի ուզում դուք կոմպլեքսավոր երեխաներ մեծանայիք։ Հա, մենք ապրեցինք մեր տանը, մեր նույն տանը, այսինքն որտեղ պապան էր ապրում ու դու շարունակեցիր ապրել Աճիկի հետ, իմ տատիկի, որը քոս կեսուրն էր, բայց մարդիկ միշտ զարմանում էին այդ փոխհարաբերությունների վրա։ Ու ես հիշում եմ, որ Աճիկը քեզ ասում էր Կարինե ջան, նորից ամուսնացի։ Ու մենք անդադ ուզում էինք, որպեսզի դու ինչ-որ մեկի հետ ժամադրվեիր ու գնայր անպայման հանդիպման, դե սկզբից դե ես շատ ծանր էի դա տանում, ուզում էի, ասում եմ, ես ինձ պատշգամբից կգցեմ, եթե դու նորից ամուսնանաս, բայց ես հիշում եմ իմ մեղքի զգացումը, երբ որ հասկացա, երբ որ պապան ամուսնացավ, հասկացա, որ այդ հետադարձը այդ չի կարող լինել, ու հասկացա, որ դու մնում ես մենակ։
Գիտես դու շշմելու ես, որովհետև ես հիմա արդեն մեծ եմ, գիտակցում եմ դու ինչն ես զոհաբերել։ Բայց դու միշտ ասում էիր, որ ես գիտես քնարիկ զոհաբերել չեմ կարող ասել զոհաբերել, որտեվ իմ ճիշտ լուծումը սա էր։ Նախ ես հիվանդագին էի վերաբերվում, որ որևէ մեկը մի քիչ բարձր տոնով ձեզ հետ կխոսեր։ Դա ով ուզում է, անգամ իմ հարազատները, բացի ձեր տատիկից։ Միայն իրեն ամեն ինչ, որտեվ գիտեի, որ ինքը ձեզ ահավոր շատ է սիրում։ Իսկ ես ուզում էի, որ դուք անկաշկանդ լինեք։ Իմ տանը օտար տղամարդ Իմ տանը, այո, իմ տանը օտար տղամարդ չլինի։ Որովհետև մի տեսակ ինչի, չգիտեմ, կարող է ես սխալ եմ, ես չեմ դատում ոչ մեկին Սեր Աստծո, բայց ես այդպեսին էի։ Ես ուզում էի, որ դուք ձեզ համար ամեն ինչ լավ լիներ։ Գիտես, ես հիշում եմ, որ մենք ընտանեկան ժողովներ էինք անում, ես դու Հրաչյան Ածիկը, միշտ դու ասում էիր, եթե ես Հրաչյային հակառակվում էի, դու ասում էիր ոչ քնարիկ, ինքն է տան տղամարդը, մենք փոքր ենք, ինքը ինձնից 2-3 տարի փոքր էր, բայց դու ստիպում էիր, որ ես իրեն ենթարկվեմ, որպեսզի ինքը տղամարդ մեծանա։ Քանի որ papan մեր կողքին չէր, ես ուզում էի, որ ինքը շատ ուրիշ կերպ մեծանա, իր խոսքը ունենա ամենտեղ ինքը որպես տղամարդ։ Ու ուզում էի իրան որպես տղամարդ մեծացնել, ու այդ ընտանեկան ժողովները դրա համար էր։ Ես ուզում էի, որ Հրաչյան իր խոսքը ունենա, ու հիշում եմ մեր այդ ընտանեկան ժողովները, ես, դու, Ածիկը, Հրաչյան։ Ու ես միշտ առաջնությունը տալիս էի, ասում էի, որոշում ընդունված է, Հրաչյան ոնց որոշեց։ Ու դու դրանից շատ նեղվում էիր, ներվայնանում էիր, որ ես իրանից մեծ եմ բան, մեկ էլ հիշում եմ, որ դու գալիս էիր, ասում էիր, «Էս ինչ տեղը կարող եմ գնալ», ասում էի, Հրաչյային հարցրու, սենց էիր անում, Հրաչյան ինձանից փոքր է։ Հետաքրքիր է, որ Հրաչյան միշտ փոքր էր, բայց մի տեսակ ես միշտ իր հետ էի տեղ գնում, որովհետև մի տեսակ հենարան էի զգում։ Ես իսկապես Աստծո շնորհակալ եմ եւ քո համար եւ Հրաչյոյի համար։ Գիտես, մամ, ես հիշում եմ 90-ականները, երբ որ մութ էր, ցուրտ էր, ու դու կերասինկայի վրա լամաջուններ էիր պատրաստում, չգիտեմ ոնց էիր դու դա պատրաստում, բայց մենք տանում էինք ոդկով հասնում էինք ռադիոտում, որտեղ papan էր աշխատում Հրաչյոյի հետ, այդ ձյանը, այդ լամաջունները տալիս էինք ու ասում էինք մաման ուղարկել, ու մենք պետք է իր դիմախաղից հասկանանք, երբ որ մենք ասում ենք մամա բառ, ինքը ինչ ռեակցիա պիտի տա, բայց դա ամբողջ հիմա ինձ համար դա ֆիլմի ժապավենի նման է, ու մենք ասում ենք Հրաչյոյի հետ Հրաչ, որ դու ռեժիսոր դառնաս, ես էլ դերասանուհի, դու այդ ֆիլմը կնկարես ու ես մամայի դերը պիտի խաղամ։ Բայց այ խոսում ենք 90-ականներ մութ ցուրտ, ինձ թվում է այդ տարիները, երբ որ հիմա հետ կան, մենք էլ չենք կարող դա հաղթահարել։ Դու գիտես, որ մենք ունենք շատ սիրելի գործընկեր, խոսքը մեր Ital Solar-ի մասին է, եւ Ital Solar-ը այսօր փայլուն առաջարկ ունի, ոչ միայն տեղադրում է արևային կայաններ, այլ նաեւ տրամադրում է արևային մարտկոցներ։ Ու դու առհասարակ մոռանում ես, թե ինչ է հոսանքազրկումը։ Եթե անգամ ամբողջ տարածքում հոսանքը անջատվում է, դու ունենում ես լույս։ Քեզ հատուկ հավելվածի միջոցով SMS է գալիս, որ դու օգտագործում ես քո կուտակած էներգիան։ Այսինքն դու միշտ Ital Solar-ի շնորհիվ ունենում ես լույս։ Ցանկացած պարագայում, ով էլ լույս ունենա, չունենա, դու ունես լույս։ Հրաշալի է։ Դու գիտես, դա իմ համար մարդկոց ունենալը երազանք էր 90-ական թվականներին։ Իսկապես երազանք էր, որտեվ չունեինք։ Ital Solar 8128 պարգևեք ձեզ այդ ապահովության, այդ ջերմության, այդ տաքության, հուսալիության զգացումը։ 8128 Ital Solar։ Գիտես, մամ, ես միշտ հիշում եմ, դու ասում էիր, մարդ պիտի իր հույսը միշտ իր վրա դնի ու Աստծո։ Այսինքն երբեք չմտածես, որ ինչ-որ մեկը պիտի հոգա քո ծախսերը, քո խնդիրները կարող է լուծել, դա կարող ես անել միայն դու, պիտի հույսդ միայն քեզ վրա դնես ու Աստծո։
Ու հետաքրքիր է, որ դու պետք է ունենաս մասնագիտություն ու պետք է սիրես քո մասնագիտությունը ու դրանով կարող ես գնալ։ Ես հիշում եմ, որ ինձ զանգեցին, Վանոն ինձ իր մոտ կանչեց, Վանո Սիրադեղյանը, եւ ինձ նշանակեց ներքին գործերի նախարարության մշակույթի կենտրոնի տնօրեն։ Ու երբ որ կնիքը ձեռքս տվեցին, քնար, ես սկսեցի լաց լինել։ Դա 90-ականներն Դա չէ, 96 թվականներ, 96 թվականներ, դեռ էլի հովհարային անջատումներ էր, բաներ, մենք թատրոնով հավաքվում էինք այդտեղ, որտեղ լույս կար։ Բայց որ կնիքը տվեցին, բարձացա վերև, ասի չեմ ուզում, ես չեմ կարող աշխատել։ Ասեց, գիտես կար, բայց դու կարող ես քո ընկերներին օգնել։ Այ որ ասեց ընկերներին օգնել, ես հասկացա, որ պիտի աշխատեմ։ Ու դու տարիներ շարունակ միջև օրս ներքին գործերի նախարարության մշակույթի տան տնօրենն ես, բազմաթիվ կառավարական միջոցառումներ։ Այդ որոշում կայացնել, որովհետև ես գիտեմ, որ դա նաև որոշում կայացնել է ղեկավար լինելը։ Դա որոշում կայացնելա ու այդ շրջանում, որ ես ստրեսի մեջ էի, այդ իմ որոշում կայացնելը ինձ օգնեց, որ ես դուրս գամ ստրեսից, որտեվ երբ որ մի քանի մարդիկ, ինչ որ մարդիկ քո խոսքից, քո խոսքը արժեքավոր է իրենց համար, դու կամա արդեն ինքդ քեզ գտնում ես։ Իսկ կառավարական միջոցառումները ես կարող եմ ասել, որ ես թատրոնը բերեցի համեր, որտեվ իմ բոլոր միջոցառումները տարբերվել են, որովհետև դրանք եղել են մի քիչ թատրոն։ Իսկ դա եկել է Հերիկ Մալյանից, որը տվել է ինձ այդ բանալին։ Այո, որտեվ ես հիշում եմ օպերայի այդ մեծ համերգները կառավարության անդամներով լի, ու որտեղ այո, թատրոնի տարը միշտ անպակաս էր, ու դա շատ գունեղ էր, ու շատ նորովի էր, ու շատ սիրուն էր։ Գիտեմ, որ ընկերները քո կյանքում ինչ կարևոր դեր են խաղում, առհասարակ մեր ընտանիքի ու ինձ թվում է յուրաքանչյուրիս կյանքում։ Մենք ունենք շատ հիանալի ընկեր, խոսքը մեր սիրելի Ամիոբանկի Visa Platinum քարտի մասին է, ու մեր ընկերը Ամիոբանկը քեզ համար պատրաստել է ընկերության հետ կապված մի հարց, որը ինձ շատ հետաքրքրեց ու շատ դուր եկավ։ Ասում է, եթե ընկերության մասին պետական կանոնագիրք լիներ, ինչ սկզբունքներ կզետեղեիր այդտեղ։ Ընկերոջդ հետ եղիր հավատարիմ ու անդավաճան։ Իմ համար դա ամենակարևոր օրենքն է։ Ու իմ ընկերների մեջ մենք այդպիսին ենք։ Ինչպես ձեր Ամիոբանկը։ Մամ, ուրեմն Ամիոյի քարտը իսկապես անդավաճան ուղեկից է ու հենարան ընկեր է, հատկապես ճամփորդությունների ժամանակ։ Դու արդեն տեսել ես, ես քեզ պատմել եմ, բայց հիմա դու էլ ունես այս քարտից եւ կարող ենք իրենց բիզնես սրահում այսուհետ միասին անվճար հյուրասիրվել, կարող են մեր ճամփորդները հենց օդանավակայանում փաթեթավորել, մենք կարող ենք միասին վարձել ավտոմեքենա ցանկացած երկրում 30% զեղչով եւ Աստված ոչ անի, որ մեր ավտոմեքենան փչանա անմիջապես կգան մեզ օգնության։ Մի խոսքով Ամիո բանկի այս Visa Platinum քարտը անթիվ անհամար հնարավորություններ է տալիս ու ինքը իսկապես անդավաճան ու շատ հուսալի ընկեր է։ Ես այս հուսալի ընկերոջը նվիրում եմ քեզ։ Գիտեմ, որ դու շատ ես ճամփորդել։ Շատ եմ ճամփորդել իսկապես եւ հիշում եմ, որ Փարիզում էինք ու գնացինք թատրոն։ Ես Սիլվան եւ Գագիկը։ Գնացինք թատրոն քաղաքենին ազնվական ներկայացումներ ու խաղում էր Բելմոնդոն։ Ու ես նայում եմ զուսպ էին ծիծաղում ֆրանսիացիները, բայց ես այնպես լիաթոք ծիծաղում էի բան, մի պահ եկա, որ Բելմոնդոն ոնց որ խաղար միայն ինձ համար քնարիկ։ Տես լինում է, չէ, հանդիսատեսի մեջ մեկին ընտրում ես ու իր համար որովհետև ակտիվ արձագանքում է շատ բարձրաձայն։ Ամեն ինչին արձագանքում էի, բան, տենց լիաթոք ու ինքը սենց նայում էր վեր ու խաղում էր։ Հետո որ դուրս եկանք, մենք կանգնած էինք երեքով, մեկը մեզ մոտեցավ Բելմոնդոյի դիմահարդարը, ասեց դուք Հայաստանից եք, ասեցինք այո, այդ պահին Բելմոնդոն դուրս եկավ ու ինքը ծանոթացրեց մեզ Բելմոնդոյի հետ, նկարվեցինք, շատ հաճելի հիշողություններ, այդ ճամփորդություններից հաճելի դա էր իմ համար։ Ու ես հիշում եմ, որ եթե չեմ սխալվում, հայ էր, չէ, իր դիմահարդարը։ Դիմահարդարը հայ էր ու հետաքրքիր էր։ Բայց ինքը ճանաչեց, որ այդ ակտիվ ծիծաղները դու էիր համար ապահովում։ Դրա համար ինքը մոտեցավ։
Մամ, դու հիմա Մալյան թատրոնում ես եւ նկարահանվում ես եւ մշակույթի կենտրոնի տնօրեն ես, բայց երբ հասիրտդ ավելի երջանիկ թրթռում։ Լսի, հետաքրքիր է, երբ որ միջոցառում եմ անում, թրթռում է սիրտս, երբ որ անում եմ մեծ միջոցառում, բայց երբ որ թատրոնում խաղում եմ, ամեն անգամ թրթռում է, երբ որ գնում եմ նկարահանման, շատ եմ սիրում։ Երբ որ ես այդ օդի մեջ եմ, ես ինքս ես եմ։ Հիմա այս քո նոր կերպարը Տիկին Լանջունու, որը նույն հեռուստաալիքով է հեռարձակվում նոր Հայաստանով ARTN-ով Միացյալ Նահանգներում, շատ սիրված է։ Բոլորը քեզ մոտենում են երիտասարդություն, ուզում են հետը լուսանկարվեն եւ այլն։ Դա քեզ ուրախություն պատճառում է, սիրված լինելը։ Կարևոր է դերասանի համար։ Դա շատ կարևոր է։ Դերասանի համար կարևոր է ծափերը։ Գիտես, դերասան առանց թատրոնի, առանց ծափերի չի կարող ապրել։ Առանց այդ օդը շնչելու։ Իսկ առանց թատրոնի ոչինչ չեմ կարող։ Մամ, իսկ տարիքը քեզ վախեցնում է, կնոջը խոցելի դարձնում է։ Գիտես, երբեք չեմ մտածել դրա մասին, որ ինձ վախեցնի, որտեղ միշտ գտել եմ, որ ինչ որ բան ես պետք է անեմ, երևի դա է, բայց այնուամենայնիվ դե դարձնում է խոցելի։ Ես միշտ Աստծուց խնդրում եմ, որ ինձ մի վայրկյանի մաղթա, որ ոչ մեկից մի բաժակ ջուր անգամ չխնդրեմ։ Ես ինքս ու միտքս մարմնիցս հանկարծ չանջատի։ Իսկ կնոջ կանացիության գաղտնիքը ինչու՞մ է կայանում։ Երբ որ դու սիրում ես, դու միշտ կանացի ես։ Կապ չունի տղամարդուն, ես դա չեմ ասում։ Ընդհանրապես, երբ որ սիրում ես կյանքը, դու կանացի ես։ Մամ, խմելու ենք շատ թաթերային գինի, ֆրունզիկ, մեր հանճարեղ Մհեր Մկրտչյանի պատվին պատրաստված անզուգական գինի, Պրոշյանի գինու եւ կոնյակի գործարանի կողմից ստեղծված։ Մամ, ստաբիլություն թե ազատություն։ Երիտասարդ տարիքում կասեի ազատություն, բայց տարիքի հետ երևի ուզում ես ստաբիլ լինի։ Մտքով թե սրտով։ Սրտով։ Ինչն է, որ երբեք չես ների։ Դավաճանություն է։ Մարդկային մեծագույն արժեք քեզ համար։ Հավատարմությունը։ Վերջին անգամ երբ ես լաց եղել։ Երբ մեր թատրոնի տղաների լուսանկարը նայեցի ու տեսա, որ մենք մեծացել ենք։ Աստծուն որ հանդիպես ինչ կասես։ Կասեմ շնորհակալ եմ Տեր։ Ես էլ քեզ եմ շնորհակալ, որ դու իմ մաման ես։ Ես քեզ անսահման շատ եմ սիրում։ Իսկ հիմա ուզում եմ որ տանիքից գոռանք, սիրում եմ քեզ ու շնորհակալ եմ, որովհետև դու միշտ տոն ես ինձ պարգևել, ցանկացած պարագայում անկեղծ եմ ասում։ Դու իմ ուրախությունն ես, իմ զարդն ես, իմ սերն ես։ Հաղորդման գործընկերներն են Իտա Սոլար, Ամիո Բանկ, Պրոշյանի գինու եւ կոնյակի գործարան։ Շնորհակալություն Թինա Թևոսյան Բյութի Սենթրին։